Հունիսի 3-ին ժամը 12:33-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնում էր երեխայի առևանգման մասին։ Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել էին դիմակավորված անձինք եւ փախցրել նրա դստերը։ Մեկնել են Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները եւ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները։ Ահազանգողի հետ մանրակրկիտ զրույցից հետո վարկած առաջ քաշվեց, որը կարճ ժամանակ անց հաստատվեց։ Ըստ այդ վարկածի աղջնակին փախցրել էր նրա կենսաբանական մայրն իր ներկայիս ամուսնու եւ 2 այլ անձի հետ։ Ավելին, մայրը նույնպես Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացի է եւ կասկած կար, որ առևանգողները երեխայի հետ կհատեն պետական սահմանը։ Նման դեպքերում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների համագործակցությունը հաճախ է արագ արդյունք տվել։ Այդպես եղավ եւ այս անգամ։ Նույն օրը ժամը 17:10-ին համայնքային ոստիկանության նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալեցին երեխայի մորը, նրա ներկայիս ամուսնուն եւ էլի մի օտարերկրացու։ Առևանգված աղջիկը նրանց հետ էր։ Բոլորն էլ տեղափոխվել են քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։